Մեղվապահությունը մեր շրջանում վաղուց դարձել է զարգացած և սիրված զբաղմունքներից մեկը։ Բազմիցս առիթ ենք ունեցել հետևելու Չոգանդարյանների ընտանիքի մեղվապահական աշխատանքին, իսկ այսօր կրկին այցելեցինք նրանց տնտեսություն։ Ամուսիններով աշխատելով նրանք ամեն օր սիրով ու հոգատարությամբ խնամում են իրենց մեղվաընտանիքները, մեծ նվիրումով կատարելով իրենց գործը։ Իրենք նեկտար, իրենք մշակին են։ Մինչև ես մշակին գեսքսին փեչադել է, մարդինուն մեղվը հասունանել է։ Մեղվապահի աշխատանքը շատ դժվար է։ Ժամանակին իրեն պահանջները պիտի կատարես, բայց ինչ կնշանակի այս տարվա բերքը բնության հետ կապված բան է, եղանակի հետ հələ ոչ մեկ չի կրնա ասի, ոսեն կալխանց ինչ պետք կլի թե չի լի, նու ինչ-որ չափավոր բաներ կլի, սավսեմ չի լի չէ, բայց կրնա առատ տարելի, կրնա նու միջին, բայց ինչ-որ բաներ էլի կլինա։ Ստարի շատ եղանակը ցուրտ է, թոնային է, քամիները շատ է, ու edel պետք է համար շատ անբարենպաստ եղանակներ են, էլի։ Մարդու ընտանիքի մեղուն նախ համարվի է այդ ընտանիք որպես համարվի է, առանձին մեղուն չի համարվի, որպես էդի առանձին, իսկ ընտանիքը ինչ ասում ենք միասնականությունն է դոնց հիմնականում մեկ է։ Առանձին իրենք իրենց են ոչինչ չեն ներկայացնի։ Ռուսերեն ինչ խոսած единый организм, ընտանիքը մի օրգանիզմ է։ Կենդանի օրգանիզմ է, վերնոց առանց մեկին չի իքենի։ Իսկ ինչ կնշանակի որ ասենք թե մեղուին հետ միշտ պիտի իրեն պահանջները կատարես։ Եթե չէ, ուրեմն այսինքն չես ստանա ինչ որ պետք է։ Մադղաշտեղին ինչքան խնամք է պետք, քիչ ավել մեղուին է պետք։ Իրեն ժամանակին պիտի իրեն պահանջները նես։ Դեն հետին կփագենան։ Այսինքն սկզբին ջուն կերագերեն գիտու փագենգե, փագած կմնա։ 7 թող փագած, հետո իրենք արդեն հասունանան, որ սկսեն իրենք ինչ որ ցիկոն հավգծի մեջ ինչ որ օգնելու հասում միշտ ինքը հետս է։ Մե մատը բազի մատիկան ու գսեն ես մենակ մեղուի գաշեմ։ Նու շատ դժվար է։ Մի հոգով դաժե մի ընտանիքի մեղուի աշել է դժվար է։ Իսկ երկու հոգով կարելի է 2-3 ընտանիք աշել։ Որովհետև մեղուին մեջ ինքան բացություն գաուս։ Այդ ծևին չի երևա, ասենք կողքի մարդը կրնա ասել, դա ինչ կա, ասենք սովորական բան է, դա ազի մեղուն գետաս կամ գաշես կամ չէ, ասենք հետո բայց չէ։ Հետը պիտի շփվես, մեջը մտնես, աշխատես, գիտենաս թե ինչի ասենք այդ դժվարություններն հետ եկենս։ Իսկ ինքը ինձ շատ կօգնեգ է, որովհետև ասենք իմս մոմենտ կլի դաժե քամի գլի կամ ինչ որ ռամկամ է պետք բերել։ Ես գաշեմ ինքը կետա բերեգ կամ կդորը պիտի փագվի քամին չի թողնի, ինքը կբեռնի ես կփագեմ։ Շատ մեծ նշանակություն ունեցող բան է։ Իսկ մենակ մեղուին աշելը շատ դժվար է։ Մեղվապահությունը հեշտ աշխատանք չէ, այն պահանջում է համբերություն, փորձ և պատասխանատվություն։ Մեղվապահները հաճախ բախվում են եղանակային անբարենպաստ պայմանների, ձաղգաբույսերի սակավության և բազմաթիվ այլ դժվարությունների, սակայն Չոգանդարյանների ընտանիքը շարունակում է աշխատել նույն եռանդով, իրենց ջանասեր աշխատանքի շնորհիվ ստանալով բարձրորակ և անուշաբույր մեղր։ Մենք օրինակ ես շատ սիրով կաշեմ ամուսնուս օգնող եմ ես, որովհետև իրեն առանց օգնականի մի քիչ դժվար է ամեն գործում ամեն ժամանակ, որովհետև եթե ես իրեն հետ կողակից եմ, եթե կողակից եմ պետք է իրեն օգնեմ ամեն հարցում ամեն ժամանակ, որովհետև մենակ իրեն մեղուն նայելը շատ դժվար է, որովհետև ինքը հոգնել կը, ինքը ինչ որ մեկ արիք ունեմ հանգստանալու, առանց ինձ ինքը չի կարա մենակություն ունել, մենք ստեղծեցինք մեղուն, ես շատ սիրով ու քաղցրությամբ նայում ենք մեղուն, որովհետև մեղուն մեզ համար ինքան հաճելի է, նրա բուրմունքը, նրա քաղցրությունը, նրա մեղրը, որ մեղուն աշխատանքը, որ նայում ես, չէ, ինչպես է տանջվում մեղուն, որ այդ ընթացքում որ մեզ համար կերագուր է բերում քաղցր մեղրը, շատ սիրով մենք ուսումնասիրում ենք ու նայում ենք, հոգ ենք տանում մեր մեղրի համար, եթե մենք մեղրի համար
մեղուների համար հոգ չտանենք, մեղուն մեզ այդքան չի կարող բավարարել, որ մեղր բերե։ Դրա համար պետք է բուժումներ են, պետք է դեղորյակներ են, պետք է ուշադրություն դարձնել։ Առանց ուշադրության մեղուն չի կարող իրեն գործը կատարել։ Դրա համար պետք է ամեն ինչով հոգադար լինենք մեղվի համար։ Երեխաները երբ տուն են գալիս արձակուրդներին, եւ պետք է մեղրուն քամելու ժամանակ նրանք պարտադիր կօգնեն մեզ։ Առանց նրանց օգնության մենք երկուսով չենք կարող։ Նրանց օգնությունն է, որ մեզ պետք է պահանջը, որ մեզ օգնե, որտեղ ծանրություն է մեղրին արգելները վերցնելու համար։ Մենք օգնում ենք մեր երեխաները մեծ սիրով, մեծ ուրախությամբ։ Այսօր ականատես եղանք նաև նրանց հերթական նոր փորձարկմանը, որը միտված է աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Ընտանիքի անդամների համատեղ աշխատանքը, մասնագիտության հանդեպ սերն ու տարիների փորձը տեսանելի են յուրաքանչյուր քայլում։ Չոգանդարյանների ընտանիքի օրինակը ցույց է տալիս, որ նվիրվածությունն ու աշխատասիրությունը միշտ էլ տալիս են քաղցր արդյունք, անուշաբույր եւ որակյալ մեղր։ Մենակ անհնար է դեղափոխումները, խնդրենք կամ վասենք մարդիկ փող գուտանք, մեղր գուտանք, մարդիկ կամ ընկերական կօգնեն, կամ ամեն ձևնա, բայց մենակ այդ կամ մեղուն դեղափոխումը շատ դժվար է, եթե մարդ չունեցած, անպայման մարդ պետք է աշխատող մարդ պետք է։ Մեր պայմանում բազաթիր է, այո, մեր պայմանում եթե մեղուն չտեղափոխեցես, ոչ մի արդյունք էլ չես ստանա։ Այստեղ դեղում մնացած մեղուները կերնա դաժե զարգացած բիլե չլինեն։ Իսկ որ ընտանիք այնտեղ տաք է տեղը, այնտեղ զարգանագը մեղուն, այդտեղ զարգացած մեղուն բերենքը մեր մոտ արդեն այս սեզոնին կսկսվի ծաղիկները բացվել, բերքատվության սեզոնը սկսվել է, ժամանակ առողջ ընտանիք կունենաս, լավ ընտանիք իհարկե ինչ որ լավ ընտանիք են սպասելի, որ ինչ որ բաներ պետք ստանաս։ Շրջանակներն են, ասի հրամքան ինքը լարած, լար է կյաց, իսկ ես էլ մոմաթերթ է, մոմաթերթը անպայման պետք է մոմաթերթը գեպցվի ու թերվի մեջ է թազա ընդեղոց սուստևի այդ թազա գոյզած հենց այս ձևին իրենք այսօր աշխատին։ Եթե ասենք լցվի մեղուն լիքը ու տեղ չի ունենա, արդեն իրենց համար կգործեն այն չի հաջողակ ավելնոց բաներ աշխատանք կուտասի մեղուին։ Իսկ դու ժամանակին հետաքրքրվի սաշես, եթե պետք է թազա վաշինաներ տալ։ Ասենք ռուսերեն վաշինա հայերեն մոմաթերթերը, որ պետք է ժամանակին տնես, որ ինքը մեղուն աշխատի նորմալ, այդ որ պետք է ուշադրի դարձնես ու ուշադրությամբ աշեսնեն։ Այս մոմը ես իմ ունեցած մոմս կաթիլվից հատուկ զավոդնեց, այսինքն քեզոս տանինք այնտեղ մշակել գուտանք մոմաթերթը։ Ես խանութները չեմ գնա, խանութներից կենաց ինձ այդքան ճիշտ է, սկզբեն գնեի, բայց այդքան դուրս չէր կա, մեղուն նորմալ չէր աշխատի վրան, իսկ որ իմ մոմս տանիմ այնտեղ մշակել է, շատ լավ կաշխատին։ Ռամկաները չէ, ռամկաները չկա այն հնարավորություն չունենք կենենք ու շատ թանկ է, այս տարի այսի մի ռամկան, այս դաժե առանց լարած, առանց իկենելու, ուզ հավաքազա չէ դաժե, երկու լարի ու կես էր մի հատ է։